հարգելի գործընկերներ, մենք արդեն շաբաթական ռեժիմով քննարկումներ ենք ունենում ընդհանուր տրանսպորտային ցանցի խնդիրների վերաբերյալ եւ լուծումների վերաբերյալ եւ կարծում եմ, որ որոշ արդեն չափաբաժիններով մենք պետք է հանրությանը ներկայացնենք, թե կոնկրետ կետային են աշխատանքները, որ հիմա արվում են, եւ այն ծրագրերը մեծ, որոնք որ մենք պետք է սկսենք իրականացնել քաղաքում, երթևեկության խտությունը փոխելու տեսանկյունից եւ փոխելու համար, առաջին հերթին իհարկե դա կոնկրետ խաչմերուկներում որոշակի փոփոխություններն են, բայց ընդհանուր առմամբ դա մեր ավտոբուսային վերգետնյա տրանսպորտային ցանցի առաջնահերթություն տալու խնդիրն է, որը որ մեկ անգամ քննարկել ենք, պետք է ամբողջացնել։ Երկրորդային թվային ցուցանիշներն են, որ դուք այս ձեր ծրագրի ներդրմամբ ստանալու եք եւ բոլոր այն տվյալները, որոնք որ հավաքվում են Երևանի երթևեկության կառավարման կենտրոնում, դրանք նույնպես որոշակի պարբերականությամբ պետք է որպես զեկույց ներկայացվեն, որպես հաշվետվություն ներկայացվեն երևանցիներին, որպեսզի մենք բոլորս հասկանանք, իրապես եւ խորքային հասկանանք, թե մեր խնդիրները որտեղ են։ Եվ իրականում մեր խնդիրները մեծապես իհարկե եւ ուղղակիորեն կապված են մարդատար ավտոմեքենաների քանակի աճի հետ եւ այդ բոլոր խնդիրները փաստացի նույնիսկ մեր հանրային տրանսպորտի խնդիրները դրանց հետ են կապված։ Այո, արհեստական բանականությամբ լուսացույցերի ներդրումը մեր ծրագրերում է, այո, հանրային տրանսպորտի համար առանձնացված գծերը 3 հիմնական գիծը այո մեր առաջնահերթությունն է լինելու, բայց նաև ես օրինակ լսել եմ տարատեսակ մեկնաբանություններ, որ մինչև իսկ մարդատար մեքենաների հետ կապված պոտենցիալ սահմանափակումները մարդկանց ազատության սահմանափակում են, դա կարծում եմ նուրբ ասած իրականությանը չի համապատասխանում, որովհետև եթե մենք որոշակի նոր կանոնակարգեր եւ կառուցակարգեր չստեղծենք քաղաքում, գնալով ահագնացող մարդատար ավտոմեքենաների քանակը, որոնք առանց որևէ սահմանափակման մտնում են քաղաք եւ փոքր կենտրոն, ուղղակիորեն բերելու են մի իրավիճակի, երբ որ որևէ մեկը իր ավտոմեքենայով բակից դուրս գալուց հետո ուղղակի չի կարողանալու առաջ շարժվել, որովհետև այն տեմպը, որով որ աճում են մարդատար մեքենաների քանակը Երևան քաղաքում, իրապես արդեն իսկ գործողություններ է պահանջում, բայց այդ գործողությունները պետք է լինեն տրամաբանական, այսինքն ինչ է նշանակում տրամաբանական, այդ գործողությունները պետք է լինեն այն ժամանակ, երբ որ ստեղծվում է հստակ այլընտրանք, երբ որ մարդը հասկանում է եւ ինքը իր աչքով տեսնում է, որ Երևան քաղաքում վերգետնյա հանրային տրանսպորտով տեղաշարժվելը ավելի արագ է եւ ավելի էֆեկտիվ, քան սեփական մարդատար մեքենայով տեղաշարժվելը։ Եվ որ մարդը տեսնում է, որ քաղաքի մուտքերի մոտ մենք ունենք հարմարավետ ավտոկայանատեղիներ եւ ունենք տրանսպորտ, հանրային տրանսպորտ, որը իրեն հասցնում է էականորեն ավելի արագ քաղաք, քան մնացած մարդատար ավտոմեքենաները, ովքեր որ դեռևս այո, որոշակի ավելի դանդաղությամբ են շարժվում ավտոբուսի կողքով։ Եվ սրանք են նվազագույնը առաջնահերթ այն հիմնական լուծումները, որոնք որ մենք պետք է տանք, մինչև որևէ սահմանափակման մասին խոսելը, բայց նաև այս ամեն ինչը մեր հանրային տրանսպորտը դարձնել այն ավելի լավը, այս տարի մենք գնեցինք 45 նոր տրոլեյբուսներ եւ մենք շարունակաբար զարգացնում ենք մեր հանրային տրանսպորտը, հիմա հեսա կզեկուցվի 250 նոր էլեկտրոավտոբուսների մասին եւ այս բոլոր ծրագրերը մենք արդեն փոխարինել ենք մեր ամբողջ հին պարկը, մենք հին պարկ գրեթե չունենք, մնացել են հիգեր ավտոբուսները, որոնք որ
նույնպես շուտով կփոխարինվեն, բայց ուզում եմ շատ ուղիղ եւ հստակ կապը մենք տեսնենք։ Մենք բարելավում ենք վալիդացիաները եւ վճարումները հանրային տրանսպորտում, այդ գումարները ուղղվում են ելի հանրային տրանսպորտին։ Այդ գումարները ուղղվում են նոր ավտոբուսներին, նոր տրոլեյբուսներին, նոր ենթակառուցվածքին, դեպոների կառուցմանը եւ արժի երևի թե մեկ անգամ գնալ եւ դեպոյի կառուցման փուլում նաեւ տեսնել եւ մարդկանց ներկայացնել, թե ինչ աշխատանք ենք այնտեղ անում, ինչ մեծ ծավալի աշխատանք ենք այնտեղ անում եւ ուզում եմ շնորհակալություն հայտնել նախ եւ առաջ բոլոր այն մարդկանց, ովքեր որ պարտաճանաչորեն վալիդացիան իրականացնում են ավտոբուսում, վճարումները կատարում են եւ իհարկե մեր ավտոբուսների եւ տրոլեյբուսների վարորդներին, ովքեր որ նաեւ հետևում են եւ այս կարևոր դերը նույնպես ստանձնել են եւ իրականացնում են, սա միանշանակ Երևան քաղաքի եւ երևանցիների շահից է բխում։